Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսությունը ներկայում գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Ինչպես գիտեք, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը սկսել է գործել 2023 թվականի սեպտեմբերից և ընդամենը մեկ ամիս առաջ մեր վարչապետ պարոն Բարտ դե Վևերը այստեղ էր դեսպանության շենքի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար։ Եվ դրանից անմիջապես հետո մեզ այցելեց խորհրդարանի խոսնակ պարոն դե Ռովերը։ Այսպիսով մենք ինտենսիվ երկխոսություն ունենք Հայաստանի և վերջինիս իշխանությունների հետ։ Որպես դեսպանատուն մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։ Օրինակ վերջերս մենք Բելգիայում ընդունեցինք Enterprise Armenia ընկերության գործադիր տնօրեն Գոհար Աբաջանին։ Նա հնարավորություն ունեցավ այցելել կիսահաղորդիչներին նվիրված համաժողովին և հանդիպել այդ ոլորտի բելգիացի գործիչների հետ։ Մենք նաև ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանում տեխնոլոգիական բոլոր ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սնունդն ու խմիչքը։ Մենք ակտիվ գործակցության մեջ ենք Բելգիա-Հայաստան առևտրի պալատի հետ, որպեսզի կարողանանք ամրապնդել երկկողմ գործարար կապերը երկու երկրների միջև։ Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանն ու հեռանկարներին, ապա կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական օրակարգն այսօր ավելի հարուստ է, քան 3 տարի առաջ էր։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի և Եվրամիության ապագան շատ պայծառ է։